Լավ դե ինքը չլինի, ուրիշը կլինի։ Դու չանես, ուրիշը կանի։ Դու չլինես, ուրիշը կլինի։ Իհարկե, կյանքը շարունակվելու է, մարդիկ նոր մարդկանց հետ են հանդիպելու, նոր հարաբերություններ են ձեռք բերելու, նոր ընկերներ են գտնելու։ Ու եթե քեզ համար կարևոր է ողջ կյանքի ընթացքում չլինել միայնակ ու անպայման ունենալ հարաբերություններ, ուրեմն 8 միլիարդ մարդու մեջ դու հաստատ կգտնես նրան, ում հետ կապրես ողջ կյանքդ։ 8 միլիարդ մարդու մեջ անհնար է մնալ մենակ ու անսեր, եթե դու ուզում ես գտնել որևէ մեկին։ Հարցն այլ է, արդյոք դու գնահատում ես հիմա այն մարդուն, ով որ կա քո կողքին։ Որովհետև շատ հաճախ երբ որ մենք ասում ենք, թե լավ, դե ինքը չլինի, ուրիշը կլինի, սա նշանակում է փախչել պատասխանատվությունից, պատասխանատվություն չկրել ներկա հարաբերությունների համար եւ աշխատել այնպես այդ հարաբերությունների վրա, որ դիմացինը իրեն գնահատված, սիրված եւ արժևորված զգա։ Եկեք այս ամենի փոխարեն ուղղակի ընտրենք աշխատանք տանել ներկա հարաբերությունների վրա եւ այս հարաբերությունները դարձնել այնպիսի տեղ, որտեղ երկուսն էլ իրենց սիրված, արժևորված, գնահատված կզգան եւ ոչ թե ասել, թե լավ, դե ինքը չլինի, ուրիշը կլինի։ Այո, նա չլինի, ուրիշը կլինի, բայց դուք միևնույնն է շարունակել եք փախչել այդ հարաբերություններից էլ դրա պատասխանատվությունից էլ։ Ու այդպես, մինչև ուր։ Ու եթե քեզ հետաքրքիր է հոգեբանությունը, ապա միացիր մեջին, որ չկորցնես։ Դե լավ, դե ինքը չլինի, ուրիշը կլինի։ Դու չանես, ուրիշը կանի։ Դու չլինես, ուրիշը կլինի։ Իհարկե, կյանքը շարունակվելու է, մարդիկ նոր մարդկանց հետ են հանդիպելու, նոր հարաբերություններ են ձեռք բերելու, նոր ընկերներ են գտնելու։ Ու եթե քեզ համար կարևոր է ողջ կյանքի ընթացքում չլինել միայնակ ու անպայման ունենալ հարաբերություններ, ուրեմն 8 միլիարդ մարդու մեջ դու հաստատ կգտնես նրան, ում հետ կապրես ողջ կյանքդ։ 8 միլիարդ մարդու մեջ անհնար է մնալ մենակ ու անսեր, եթե դու ուզում ես գտնել որևէ մեկին։ Հարցն այլ է, արդյոք դու գնահատում ես հիմա այն մարդուն, ով որ կա քո կողքին։ Որովհետև շատ հաճախ երբ որ մենք ասում ենք, թե լավ, դե ինքը չլինի, ուրիշը կլինի, սա նշանակում է փախչել պատասխանատվությունից, պատասխանատվություն չկրել ներկա հարաբերությունների համար եւ աշխատել այնպես այդ հարաբերությունների վրա, որ դիմացինը իրեն գնահատված, սիրված եւ արժևորված զգա։ Եկեք այս ամենի փոխարեն ուղղակի ընտրենք աշխատանք տանել ներկա հարաբերությունների վրա եւ այս հարաբերությունները դարձնել այնպիսի տեղ, որտեղ երկուսն էլ իրենց սիրված, արժևորված, գնահատված կզգան եւ ոչ թե ասել, թե լավ, դե ինքը չլինի, ուրիշը կլինի։ Այո, նա չլինի, ուրիշը կլինի, բայց դուք միևնույնն է շարունակել եք փախչել այդ հարաբերություններից էլ դրա պատասխանատվությունից էլ։ Ու այդպես, մինչև ուր։ Ու եթե քեզ հետաքրքիր է հոգեբանությունը, ապա միացիր մեջին, որ չկորցնես։